Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ եւ ողջունում եմ այս քննարկումները։ Ես ուզում եմ ասել, որ նախորդ տարվա համեմատ աշխատակազմում հաշվետվության առումով մեծ փոփոխություններ չունենք։ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով մեզ մոտ հաստատվել է 11 ծրագիր եւ 50 միջոցառում։ 25 թվականի ընթացքում կառավարության որոշումներով ավելացվել են թվով 7 միջոցառումներ, արդյունքում 57 միջոցառումներից կատարվել են 55-ը։ 25 թվականին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացող ծրագրերի շրջանակներում ծախսերը կազմել են 22.5 միլիարդ դրամ, կամ ծրագրված ցուցանիշի 96%-ը, որը նախորդ տարիների համեմատ ըստ էության կրկնել ենք 24 թվականի արդյունքը կատարողականով, այսինքն բավականին բարձր է։ Իսկ թերակատարումը մոտավորապես 4%-ով է եղել, կամ շուրջ ուրեմն եւ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել ենք 906 միլիոն դրամով։ Ճշտված ցուցանիշի շեղումը հիմնականում պայմանավորված է վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման եւ տեսչական վերահսկողության ծրագրերի կատարողականով։ Նախորդ տարվա համեմատ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացող ծրագրերի գծով ծախսերն աճել են 4.2%-ով կամ 906 միլիոն դրամով, ինչպես ասացի։ Հաշվետու տարում վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել են պետական հատվածի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 97.3%-ը կամ 843 միլիոն դրամ։ Միջոցներն օգտագործվել են համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի արդիականացման 4 ծրագրի շրջանակներում, որի գծով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են, մասնավորապես 729 միլիոն դրամ օգտագործվել է ծրագրի շրջանակներում էլեկտրոնային կառավարման համակարգի եւ սարքավորումների ձեռքբերման նպատակով, կազմելով ծրագրված ցուցանիշի 97%-ը։ Շուրջ 114 միլիոն դրամ ուղղվել է ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայությունների ձեռքբերմանը, որը կատարվել է 98.5%-ով։ Միջոցառման շրջանակներում ամբողջությամբ իրականացվել են ներքին գործերի նախարարության վերջինիս ենթակա մարմինների եւ կառուցվածքային ստորաբաժանումների բիզնես գործընթացների ֆունկցիոնալ գնահատման, հստակեցման եւ տարանջատման երկրորդ փուլի աշխատանքները։ 25 թվականի ընթացքում հանրային իրազեկման ծրագրի կատարման համար հատկացվել է շուրջ 1.3 միլիարդ դրամ եւ ապահովել է 100%-ով։ Նախորդ տարվա համեմատ տվյալ ծրագրի ծախսերը նվազել են 4.8%-ով կամ 63.4 միլիոն դրամով։ Հանրային իրազեկում եւ հասարակական եւ քաղաքագիտական հետազոտությունների միջոցառման շրջանակներում հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՕԱԿ-ի կողմից 25 թվականին իրականացվել են կառավարության գործունեության լուսաբանում, թեմատիկ վերլուծություններ, ԶԼՄ-ների ամենօրյա մշտադիտարկումներ, հաղորդաշարերի նկարահանումներ, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, ինչպես նաեւ իրականացվել են հանրային իրազեկման աշխատանքները։ Հանրային իրազեկում եւ հասարակական քաղաքագիտական հետազոտությունների միջոցառման ծախսերը կազմել են շուրջ 728 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը ընդհանուր առմամբ փոփոխություն չեն կրել։ Նույն ծրագրի 3 միջոցառումների տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայություններ, վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ապահովում նաեւ միջազգային հարթակներում եւ ՄԻՌ մեջպետական հեռուստաընկերության մասնաբաժնի վճար կատարող է հանդիսացել ԿԳՄՍ նախարարությունը։ Այս միջոցառումների ընդհանուր ծախսերը կազմել են 535 միլիոն դրամ։ Հաշվետու տարում վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում ծախսերը կազմել են 7.2 միլիարդ դրամ եւ ապահովել 95.1% կատարողական, իսկ նախորդ տարվա համեմատ տվյալ ծրագրի ծախսերն աճել են 9%-ով։ Ծառայությունների ծրագրերի համակարգում աշխատակազմ պահպանման համար նախատեսված ծախսեր միջոցառման ծախսերը կազմել են 5.5 միլիարդ դրամ, ապահովելով 94.7% կատարողական։ Սպասարկման ծառայությունների միջոցառման շրջանակներում դուք գիտեք, որ մենք ունենք սպասարկում ՊՕԱԿ, որի մասին այստեղ բազմիցս խոսվել է,
կատարողականը նույնպես 100% է 481.1 միլիոն դրամ, իսկ նախորդ տարվա համեմատ այստեղ ծախսերը նվազել են 1.2%-ով։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործման և սպասարկման միջոցառման շրջանակներում այս ծրագիրն էլ է իրականացվել, կատարողականը 100% է, բայց նախորդ տարվա համեմատ 26%-ով նվազում ունենք։